Չորս բանի մասին կարճ եմ խոսել, որոնց մասին խոսալուց Աստված ասել է խառնուրդ չանես։ Սա ինձ ու քեզ պետք է շատ լուրջ բան ասել։ Խառնուրդ, ով պատկերացրեց ինչ է խառնուրդը։ Խառնուրդ չանես։ Դու կարող ես էլի բան գտնես, ես էլի բան գիտեմ, որի համար ասված է խառնուրդ չանես դրան, բայց ես այս 4-ի մասին եմ ուզում այսօր խոսել, որ ասում եմ 4 բանի մասին չի նշանակում Աստվածաշունչը հենց այդ 4-ի մասին է խոսում։ Ուղղակի ես եմ որոշել այդ 4 բանի մասին խոսել։ Խառնուրդ, մի հատ ասա խառնուրդ, որ բանը կամավորվի։ Խառնուրդն է, որ ինչ որ մի բանի ուրիշ մի բան ես խառնում, եւ Աստված ասում է չի կարելի։ No, nельзя, պետք չի, վատա, քխա, երեխեք է ասած, չի կարելի։ Առաջի բանը, որի մասին ուզում եմ ասել, Աստծո խորանի, Աստծո տաճարի մասին է։ Աստված Մովսես անունով մի մարդու ցույց տվեց մի հատ խորան երկնային ծագմամբ եւ իրան ասեց դու այսպես խորան պիտի սարքես որտեղ ես կբնակվեմ եւ ճիշտ այնպես պիտի սարքես ոնց որ ես քեզ ցույց եմ տվել օրիգինալ ասա օրիգինալ գրված է Ելից 25:48 նարինը Ես սենց եմ ավելացել, նայ նայ մենք որ մի բան շատ կարևոր ենք ուզում ասենք, անենց որ արվի ճիշտ քո ասացի նման, մի հատենց են նայ հանկարծ ուրիշ ձև չանես, տտենց ենք, չեմ ենք, հիմա Աստված ասում է նայ Մովսես, ոնց ցույց եմ տվել քեզ, նայ որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես, ոնց ասել եմ սարքես խորանը, Ատենց պիտի սարքես, ոչ մի բան չխառնես, ոչ մի բան չծռես, ոչ մի բան քեզնից չհնարես, ոչ մի բան չավելացնես ու չպակասեցնես իմ ցույց տված օրինակի վրա։ Ամեն։ Ով է խորանը, հին կտակարանի խորանը, նոր կտակարանի տաճարն է, որը ես ու դու ենք։ Աստված ինչպիսի տաճար է ուզում, որ լինենք ես ու դու, որի մեջ ինքը ապրում է, Դրա վրա ոչ մի բան չպիտի ավելացվի։ Այդից ոչ մի բան չպիտի ծռվի սիրելիներ։ Աստված ցույց է տվել, մեզ ասել է ինչպես եմ ուզում լինի իմ տաճարը։ Ով է տաճարը, մի հատ ձեռով արա։ Ինչպիսին պիտի լինի Աստծո տաճարը։ Պիտի լինի մաքուր։ Պիտի լինի սուրբ։ Պիտի լինի անկեղծ։ Պիտի լինի ազատ։ Պիտի լինի առանց օտար պաշտամունքի, պիտի լինի առանց մարդկային մատ խառնելու, պիտի լինի առանց արհեստական, այս բառը էլի եմ ասնելու, լսիր, պիտի լինի առանց արհեստական որևէ բաներ անելու ցույց տալու լավ հոգևոր կամ լավ քրիստոնյա կամ ուժեղ ու զորավոր օծված լավ մեկը երևալու համար։ Սրանք բոլորը խառնուրդներ են, որ Աստված ասել է, սա իմ ցույց տված օրինակի չի համապատասխանում, նայի Արսեն, չփորձվես, քո ներսի տաճարին թույլ տաս խառնես այդպիսի բաներ, որոնք իմ ցույց տված օրինակին, իմ ասածին, իմ պատվիրածին չի համապատասխանում։ Քանի հոգեն համաձայն, որ իրանց կյանքում, իմ կյանքում, բոլորիս կյանքում մարդկային բաներ կա խառնված, արհեստական բաներ կա։ Մի հատ ասա արհեստական։ Արհեստական վերաբերմունք։ Արհեստական ցուցադրական ժպիտ, արհեստական տեղաշնի, արհեստական շնորհակալություններ, արհեստական փառաբանություն, իբր թե արհեստական վայելք, Տիրոջը վայելելու, արհեստական քարոզ, արհեստական մտքերի արտահայտը, արհեստական միջամտություններ տարբեր հոգևոր բաների,
Գաղափարներ, որոնք ասվում են, արհեստական, ուղղակի, եկեք էսի սենց, եկեք կնենց, բայց մի միլիոն կիլոմետր հեռու են, դա նրանց ներսը չի, դա մեր ներսը չի, Աստված ասում է, դա խառնուրդ է։ Եվ վայ չես, եթե դու փորձես իմ ցույց տված օրինակի խառնուրդներ ավելացնես։ Ուրեմն, առաջին բանը, 4-ից առաջինը, որ Աստված ասում է, նայի ճիշտ օրինակի նման պիտի անես եւ այդտեղ ոչ մի խառնուրդ պիտի չաշխատի, դա տաճարն է, որը ես ու դու ենք նոր գտակարանում։ Ինչ որ բան ասում ես, ինչ որ բան կապնում ես, հասկանում ես, որ մեր կյանքում արհեստական ու ցուցադրական բաներ կա, որոնցից մենք պիտի ազատվենք սիրելիներ։ Գիտեք, երբ որ ստեղ երգում էին, թող քո փառքը գա, թող քո յուղը գա, թող քո ներկայությունը գա, էս գա, այն գա, այդ բոլորը նրա համար է։ Երբ որ ինքը գալիս է, արհեստական ամեն ինչը տշում է մի կողմ։ Ամեն, երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, ցուցադրական ամեն բաներ հեռանում է տաճարից։ Նա սկսում է կառուցել ինքն է, Սուրբ Հոգին է, օրիգինալ ձևով կառուցողը։ Մենք չենք կարող կառուցենք, մենք կարող ենք պղծենք, մենք կարող ենք խառնենք, մենք կարող ենք վնասենք, մենք կարող ենք քանդենք, բայց երբ որ թողնում ենք օրիգինալ կառուցողը կառուցի այն ինչ որ Աստված ցույց է տվել, նա կառուցում է երկնային օրինակի նման։ Ես իմ ու քո համար անկեղծ եմ ասում, թարմ թազա բան եմ ստացել Տիրոջից։ Աղոթել եմ, աղոթում եմ նորից, ասում եմ Տեր, իմ համար, իմ ընտանիքի համար, եկեղեցու համար, մեկ ինչքան պարզ եմ ասում, որ ասում եմ իմ ընտանիքի համար շատերը մտածում եք, հա, ուրեմն իրան գնեց են, այտենց են դրա համար ասում, հետի Հոմեսի չի վերաբերվում։ Չէ, դա չի։ Գոնե քոչապ մեզ պատկերացրու, գոնե քոչապ։ Լավ, հիմա, ասում եմ Տեր, արհեստական ոչ մի բան, մաքրիր, ոչ մի ձևականություն, ոչ մի ցուցադրելու ցանկություն չպետք է լինի, արտահայտված գաղափարներ, որոնք արտահայտվում են դիմացինի մոտ տպավորություն ստեղծելու համար, որ իրանք լավն են, իրանք սենց են, իրանք գնենց են, սա խառնուրդ է Աստծո ներկայությանը եւ Աստծո տաճարին, եւ դրա համար վայր կա։ Դրա համար բացասական բաներ կա գրածիներին են, չեմ ուզում ասել, բայց յուղի պահով ասել եմ, երբ որ հասնենք, որ Աստված ասում է յուղին ոչինչ չխառնես, որը օծության խորհուրդն է, այնտեղ բացասական բան կա գրած, եւ դա անպայման ասել եմ։ Եթե ես փորձում եմ արհեստականորեն Երևան խառնուրդ եմ տալիս, որպեսզի տպավորություն սարքեմ, որ դու իմանաս, ես շատ լավ հոգևոր եմ, իմ հոգևոր վիճակը ընտիր է, եկեղեցու վիճակը ընտիր է, այն մեկը էսենց, այն մեկը նես, ես խառնուրդ եմ տալիս ու Աստված ասում է, դրա համար վայ կա, դա իմ օրիգինալի պես չի, դա ես չեմ կարող, սրտա դու ես խառնել դրա, եւ ես ասում եմ, այսինքն Տեր ասում է, ես դա պիտի ջնջեմ, ես դա պիտի քանդեմ, քանի ոնք են ուզում իրանց կյանքից արհեստականությունը, խառնուրդը գնա։ Քանի ոնք են ուզում, տեսեք ինչքան մարդ ձեռք չի բարձրացնում, 100%-ով ասում, իրանք չեն մտածում, որ իրանք արհեստական բաներ ունեն։ Ձեռք չեն բարձրացնում, իբր հասկանում եմ ինչ ես ասում, բայց չկա ներքին համարձակություն այո ասելու։ Կամ չի տենում, կամ էլ ուղղակի հետ ինչ ես ասում Արսեն ջան։ Ես աղոթում եմ Աստծուն, ասում, ես խառնուրդից, այսօր աղոթելու ենք, ասենք Տեր, ես խառնուրդից հրաժարվում եմ։ Ես մարդկանց աչքին լավը երևալու ցանկությունը, դա խաբեբայություն է։ Դա սուտ է, երբ որ ես փորձում եմ արհեստական մարդու աչքին լավը երևալ, ես խաբեբայ եմ, ես սուտ եմ ասում, ես կեղծում եմ, Աստված դրա համար ասում է, բացատրած եմ ասում, մի սպասի օրհնության։ Մի սպասի բարձրանալու, մի սպասի օծվելու, մի սպասի կյանքի հզոր փոփոխության, մի սպասի գերբնական եսի միջի, որտեղ դու արհեստականորեն ես անում, եւ այդ արհեստականի մեջ, խառնուրդի մեջ ոչ մի գերբնական բան չի կարող լինի, որտեղ մարդն ինքը իրանից բնական Ադամը, պղծված Ադամը, ինչ գերբնականի մասին է խոսքը։ Մենք կամ բանական Ադամով ենք անում, կամ գերբնական Աստծո, ուրիշ տարբերակ չկա։ Մենք կամ անում ենք Աստծո Սուրբ Հոգով, կամ անում ենք հին մարդով, ոչ մի տարբերություն չկա սիրելիներ։ Դրա համար ասում եմ, եկեք նայենք մեր կյանքին, նայենք եկեղեցու ընթացքին, կարող է դու մենակ քեզ ես նայում, ես ամբողջ եկեղեցուն եմ նայում։ Կարող է դու քեզ էլ չես նայում, բայց ես համ քեզ եմ նայում, համ եկեղեցուն եմ նայում։ Կարող է դու քո ընտանիքին էլ չես նայում, բայց ես համ քո ընտանիքին եմ նայում, համ քեզ եմ նայում, համ եկեղեցուն եմ նայում։ Եկեք խառնուրդից հրաժարվենք, ասենք Տեր, ես Սուրբ Հոգու գերբնական ընթացքն եմ ուզում, տեսնեք երգերն ինչքան համահունչ է պատկանում։
Ես դա եմ ուզում Տեր, ես ուզում եմ, որ մատ չխառնվի, ես խառնուրդից հրաժարվում եմ, Արսենի պատկերացումից հրաժարվում եմ, դու քո անունը դիրդ է, իմ տրամաբանությունից հրաժարվում եմ, իմ տրամաբանությունով հոգևոր հարցեր լուծելու, դու չես կարող քո տրամաբանությունով Աստծո ներկայության մեջ, տաճարի մեջ հարցեր լուծես, որտեղ դու երկնքի նմանությամբ պիտի շինես, որը իզորուչի կատարելու Ադամը։ Ամեն, եթե դու քո ձևով ես ուզում կառուցես, չես կարալու, որովհետև երկինքն ուր, Ադամը ուր։ Ամեն, համաձայն ես ուրեմն առաջի բանը, որ Աստված ասում է, իրան խառնուրդ չտաս, ճիշտ օրինակի նման կսարքես, դա Տիրոջ տաճարն է, որտեղ ինքը ապրում է, առաջինը դա է, նրա ներկայությունը, մի փորձի իր ներկայությանը խառնուրդ տաս։ Գիտեք, երբ որ մենք ցույց ենք տալիս, որ մենք հիմա ուժեղ Աստծո ներկայության մեջ ենք, բայց դա չի համապատասխանում իրականությանը, չկա ազդվածություն երկնքից, որի առաջին պտուղը կյանքի փոփոխությունն է, բնավորության փոփոխությունը, մենք խառնուրդ ենք կազմակերպել ուղղակի, կարող ասես ես ոչ մեկին ցույց տալու բան չունեմ, բայց դու կարաս չիմանալով խաբված լինես։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Դու կարող ասես Արսեն եղբայր, ես ոչ մեկի, ես որ մի բան անում եմ, ոչ մեկի ցուցադրելու բան չունեմ։ Տենաս իրոք չունես, ու մտածես, որ ես խոսքը քեզ չի վերաբերում, չէ վերաբերվում է։ Գիտեք ինչի համար է վերաբերում, որտեղ դու կարող ես չգիտես, որ դու խաբված ես։ Դրա համար եմ ասում։ Ինչքան մարդիկ կան, չի լինում, որ ես ինձ բացահայտում եմ։ Ինչքան բարձ եմ ասում։ Ես ինձ բացահայտում եմ, անալիզ եմ անում, քննում եմ ինձ բացահայտում եմ և ասում եմ Տեր Աստված։ Ես փաստորեն սենց բան ունեմ։ Բացահայտում եմ ինձ և բերում եմ Աստծո առաջ։ Եթե մտածեցիք մեղքեր, ծածկված բաներ, արդեն քեզ տապեցիք։ Ես ավելի լավի ու լավի մեջ եմ համեմատություն տանում։ Հասկանում եք, լավի ու ավելի լավի մեջ է համեմատությունը, Տեր Աստված, էսի սենց են կարել, միջև հիմա լավ է, նորմալ է, ոչինչ, կամ էս ինչ բանը սխալ են կարել, էս ինչ բանը իմաստուն չեն կարել, էս ինչ բանը երկնքի օրինակի նման չեն կարել, էս ինչ ծառայություն, էս ինչ կառույցը, էս ինչ հարցը, էս ինչ աղոթքը, այն ինչ քարոզենի, հնարավոր է ամեն բան լինի պահիտակ, ոչ է, բայց ես նրա համար եմ, դուք նրա համար եք, որ մենք կարոզենք իրարու, ու մենք իրարով հասկանանք, մի հատ ասա ամեն։ Որ մենք երկնքի օրինակից շեղվելու իրավունք չունենք, որտեղ մենակ Սուրբ Հոգին կարող տա օրիգինալը, ուրիշ ոչ մեկ չի կարող, որտեղ տաճարը դու երկնային պրոյեկտ ես, դու երկնացին ես, քեզնից ոնց են ասում է, սրա սարքողն է սրանից գլուխ անում, քեզնից գլուխ է անում քո սարքողը, քո ներսի տաճարից գլուխ է հանում, այդ տաճարը կառուցողը Սուրբ Հոգի, Հիսուսի ներկայությունը, որը քո մեջ է, մենակ ինքը կարող ասի, այս աշտանակի տեղը ստեղ չի, այս լամպի մեջ յուղը պակաս է, յուղ ավելացնեք, այս սեղանը ստեղ պիտի դրվի, այս ավազանը սենց պիտի, ջուրը կեղտոտ է, փոխեք, այսի սենց այն է, մենակ ինքը կարող ասի, ինչը ոնց պիտի լինի, մենք պիտի կարենանք լսենք ու սկսենք ծառայել, հասկանեք նայ, սարքողը Սուրբ Հոգին է, բայց մենք պիտի ծառայենք լսելով Սուրբ Հոգուն, առաջնորդվելով իրանով, մեր կյանքերում, մեր ընտանիքներում, մեր եկեղեցիներում, մեր ծառայություններում, այդ է Սուրբ Հոգին ինչ ճշմարիտ օրինակի նման է մեզ առաջնորդում, երկնածինի օրինակով է ինքը տանում, ես ու դու անենք երկրային օրինակի նման ենք անելու, բայց երբ որ նա է անում, նա երկնայինի, օրիգինալի պես անում, մի քանի տեղ Եհովան Մովսեսին ասում է, նայ հա, ես օրվա տերմինով եմ ասում էլի, նայ հա, հանկարծ չփորձես ուրիշ ձև անես, գիտես տեղ է գալիս, որ քո իմ փորձառությունը դառնում է զրո, տեղ է գալիս, որ քո փորձառությունը չի երիկում, քո կյանքում չես հանդիպել մի հատ երևույթի, ուղղակի առօրյայում ասես, օրինակ, 50 տարվա կնիկ է, 50 տարվա տղամարդ է, 100 տարեկան եմ, 60 տարեկան եմ, բայց սենց բանի չի հանդիպել, սենց փորձառություն չունեմ, լինում է, չէ, հոգևորություն
աղոթության մեջ էլ ատենց ու ավելի շատ, որ տեղը հասնում, քո փորձը իմ փորձը չի աշխատում, բայց երբ որ մենք սկսում ենք առաջնորդվել նորից մեր փորձով, չէ, մենք այդպես փորձ չունենք, չէ, մենք այդպես բանի չենք հանդիպել, ուրեմն սխալ է, չէ, Աստված նոր բան է տալիս, եւ քո իմ փորձառությունը Աստված հաշվի չի առնում, գիտես, Մովսեսը տաճարի մասին գաղափար չուներ, հիմա Աստված իրան տաճարի օրինակ է տալիս, ասել Տեր Աստված, բան աղքինում քիչ էի տվել, ինչի Աբրահամին չտվեցիր, ինչի Իսահակին չտվեցիր, Հակոբին չտվիր, այն մեկին չտվիր, հենց ինձ ես տալիս հետի, այո, Աստված նոր բան է անում, Աստված նոր է անում, ամեն, միատ ասա ամեն, համաձայնես դրա հետ, նա յուղ է ուղարկում, նա հոգի է ուղարկում, նա փառք է ուղարկում, նա ծածկելու է ինձ ու քեզ, իր հզոր փառքով եւ մարդու մատը չպիտի աշխատի, եկեք սենց ասենք մեզ, ես իմ ձեռքը հետ եմ քաշում, ես իմ միտքը հետ եմ քաշում, խանգարող կարմուրդները մեր միտքն է, մեր ձեռքն է, մեր գործողություններն են, մեր օրեկան 150-200 պատճառաբանություններն են Աստծո համար չանելու, ես հետ եմ քաշում դրան, խառնուրդը վերցնում եմ Տեր, մաքրիր ինձ, մաքրիր ինձ, Աստվածաշունչն ասում է, կեղտը, կեղտեղանք գիտեք, չէ ինչ է, ասում է հանիր արծաթից և նա պատվական անոթ կլինի ոսկերիչի համար, ոսկերիչնով է մեր շինքնանը, ոսկինով է մենք ենք, կեղտը մեր կյանքի, վատ բանը, ասում է հանիր և ես կդառնամ պատվական անոթ, այդ մարդիկ ովքեր չենք կարում դառնանք լավ պատվական անոթ Տիրոջ ձեռքերի մեջ, կեղտն է պատճառը, որտեղ չենք աղոթում իսկական, գիտեք մենք կարող ենք աղոթել ասել Տեր ների ինձ, Տեր մաքրիր ինձ, Տեր ինձի սրբիր, բայց մեր մտքի մեջ ընդհանրապես չունենք այդ կեղտերը, այդ պայլ չես տենում, ինչը դու անգիր բառեր ես ասում, դու չես տենում, ինչը, իմաստված, որ ասի ինչ կեղտի մասին ես խոսում, կարող է չկարնաս կտես ասես, որտեղ դու երբեք գովրա չես կենտրոնացել, որ դու տենաս դու ինչ կեղտեր, Տեր ներինից, ինչից, Տեր մաքրիր ինձ, ինչից, ասես, որովհետև չգիտես ինչ կեղտեր կա, ուղղակի անգիր բառես ասեմ, Տեր ինձ մաքրիր, Աստվածաշնչից վերցած անգիր 94 թվի ավարտ, ամեն, երկրորդ բանը, որ ուզում չեմ ուզում շատ խորանամ, որ հասցնեմ չոսնել ասեմ, անավանդ ասել եմ կարճ եմ խոսալու շոքի պատճառով, երկրորդ բանը, որ Աստված ասում է չխառնես, դա յուղն է, Ելից 30-32, Նարինե ջան, ասում է չխառնես դրան, պետք է օրիգինալը, բաղադրատոմսը, անատ ասա բաղադրատոմս, դուք որ ճաշ եք եփում կանայք, դուք որ թխվածք եք թխում, իրանք բաղադրատոմս ունեն, չէ, 200 մի քթան պեսոք հիշում եք մեր ներեխավախտից, հիմա ով է թխում, առնում ենք, բայց են մաման բան հևատ որ թխում էինք, տենց էր, 2 քթան ես մի քթան չապ կա, բաղադրատոմս կա, չէ, հիմա Աստված յուղ է տվել, ինքն է ասել ինչից ինչ սարքես, որ լինի ինձ հաճելի անուշահոտ յուղ, նայեք ինչ ասում, 33-ներ հետո կգցես, ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով, նույն բաղադրությամբ դրան նմանը չպատրաստեք, դա սուրբ է և ձեզ համար է սուրբ պիտի լինի 33 հնարին է, նայեք, նույն է կան, ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից, այ քեզ բան, նա ասա այ քեզ բան, զարմանալիա, չէ, Աստված յուղի բաղադրատոմս է տվել, յուղը օծությունն է, Սուրբ Հոգու սիմվոլն է, երբ որ ես ուզում եմ դրան խառնուրդ տամ, հեսա կասեմ, օրինակ իմ փշաքաղությունը Աստծո ուժեղ ներկայության հրման տեղ ուզում եմ անցկացնեմ, լավ եմ ասում, վայ Տեր ես ինչ բան են ասեց, ոչ մի ազդեցություն չկա, ով է ինձ հասկանում,
ոչ մի փոփոխություն չկա։ Խառնուրդ է Աստծո տված յուղի բաղադրատոմսին և չի անցնում Աստծո մոտետին, չի անցնում ուղղակի։ Ես ուժեղ ոցված եմ, ես միտքն եմ ասում, բացատրում եմ, ես ինչ չեմ ասում մտած, դուք չեք լսի երբեք ես տես բան ասում։ Ես ուժեղ ոցված եմ, իմ վրա ունենց ուժեղ յուղ կա, լսում եք, խոսքեր կամ մտածելակեր, մտածվում, որ կարա մարդկանց մեջ լինի։ Խառնուրդ կա մեջը։ Դու յուղին ուրիշ բան ես խառնել։ Հիմա եկեք անդրադառնանք իր ժողովրդի միջից պիտի վերանա։ Ինչ է սա։ Այն ժամանակ դնում քարկոծում էին։ Պատժում էին, հեռացնում, վերացնում էին, բայց մեր համար ինչ է դա։ Տեսել եք մարդիկ, ովքեր ուղղակի կորել են հոգևոր դաշտից։ Տարիներով։ Մեր համար դա է վերանալը։ Ժողովրդի միջից վերացել են, որովհետև Աստծո օրիգինալ յուղին, Աստծո հոգուն, Աստծո օծությանը մարդկային բան են ուզել խառնել ներկայանալ, ավելի ներկայանալի լինելու համար դու ու ես պետք է մեզ օծված ցույց տանք, հոգով ուժեղ լցված ցույց տանք, սա խառնուրդ է, ես գիտեմ ես շատ բարդ բան եմ ասում, գիտեմ որ լուրջ բան եմ ասում, ուղղակի սա իմ սրտին եկել է, որ ես կարոզեմ, ուղղակի սա ստացել եմ, գիտեք քանի րոպեում, 3 րոպեում չէի հասցնում գրեի, անկեղծ եմ ասում, այս 4 կետը 3 րոպեում չէի հասցնում գրեի, 3 րոպե ա տևել, իմ այս պատգամի պատրաստելը։ Աստծո օծությանը օրիգինալին յուղին, ոնց ասել է բաղադրատոմսը, ատենց պիտի սարքես, քո ծառայության մեջ, քո աղոթքի մեջ, քո իբր օծված է, մեկը կարա օծված լինի, իհարկե, մեկը կարա լինի շատ օծված ու հենց ատենց էլ երևա, իհարկե, բայց ես խառնուրդի մասին եմ խոսում, ամեն, հիմա, քո օծությանը, քո ծառայությանը, փառաբանություն կլինի, քարոզ կլինի, ցանկացած ծառայությանը, դու ներկայանալու կարիք չունես, եթե դա օրիգինալ յուղով է, նա է քեզ ներկայացնելու, և դու դրա կարիքը չունես, նա է քեզ բարձրացնելու, դու արհեստականի կարիք չունես, թող օրիգինալ յուղը, հոգին, օրհնությունը, օծությունը, սիրելի եկեղեցի, սիրելի ասել, ինքը քեզ բարձրացնի, դու արհեստական չանես ներկայանալի լինելու համար։ Մի հատ վտանգ կա սրա մեջ, ասա որն է։ Դե ես անկեղծ եմ, վտանգ եմ ասում, մտածելակերպը, ես անկեղծ եմ, պետք չունեմ, չեմ եմ ցույց տալիս ու հանգիստ նստում եմ։ Կեղծ չես բարի, բայց դու պիտի ունենաս էդի։ Հասկանում եք իրար։ Լավ է, որ չես ուզում ձևական ցույց տաս, բայց հարց ինչի չունես։ Արսեն ջան, լավ է, որ չես ուզում լոպազանաս ցույց տաս, բայց ինչի չունես, Արսեն, դու դա պիտի ունենաս, Աստված տվել է։ Յուղի ուրիշ բանի նման։ Դուք հասկանում եք, ասում են օտար մարդու մարմնի վրա չթափես կա, դա օծության օգտագործումն է, սխալ ու անտեղի, կեղծ ու խառնուրդով ցույց տալու և ժողովրդի միջից վերանալն են չի, որ այդ մարդու վիզը դրի կտրի։ Իմ ժողովրդի միջից վերանալն են, որ մարդու, Աստված ջան, ինչ որ իմ ասում, մարդու ամեն ինչը հոգևոր դադարում է։ Ծառայությունները դադարում են, ուղղակի արանքից դուրս է գալիս։ Սա է պատճառը։ Կամ պատճառներից մեկը սիրելիներ, ով որ Աստծո օրիգինալ բաղադրատոմսին հատելավ արի հիմա մի քարել պեսոք ավել կծեք, ինչ տիրվի որ բան էր թխում իմ համար սաղ թխվածքները միգադո է միգադո ենք թխում որտև էտ եմ սիրում միգադո ենք թխում արեք մի քար ավել կծեք, ինչ տիրվի որ այմա արեք եսի մի քիչ ես ծրենք, ինչ տիրվի ես ծառայությունը այմա արեք մի քիչ են ես խոսքը սենց խոսանք, ինչ տիրվի որ արեք ես աղոտքը մի քիչ սենց, արեք ես յուղը սենց, արեք ես ամեն ինչը, մի քիչ էլ սենց անենք, ինչ չէ, դա վերացնում է ժողովրդի միջից քեզ,
Դա վնասում է քեզ, դա քեզ դուրս է հանում իր ժողովրդի միջից, որտեղ այս բառը շատ ուժեղ է։ Մենք պատկանում ենք Աստծուն։ Նա չի թողի խառնուրդը երկար ժամանակ մնա իր ժողովրդի մեջ։ Ասախի, որտեղ ավելի լավ ու ճիշտ ու խելացու իմաստուն է խառնուրդ Արսենին արանքից անի, իմանում եմ տալի։ Քան թե թողի երկար ժամանակ Արսենը ամբողջ ժողովրդին վնաս տա։ Հասկանում ես, դուք մենք իրանն եք։ Ամեն։ Դուք ինչ կանեք։ Դուք կարեք 100-ից հրաժարվեք մեկի պատճառով։ Դուք կարեք 1000-ից հրաժարվեք, միլիոններից հրաժարվեք մեկի պատճառով։ Չի լինում այդպես։ Հասկանում ես միտքը ինչ եմ ասում։ Դրա համար ավելի լավ է խառնուրդ վերցած Արսենին, ով որ ամեն անգամ ուզում է խառնուրդով ներկայանա իբր, որ ինքը օծված է, ինքը լավն է, ինքը ուժեղ է, ինքը սարից լավ է։ Օհ, գիտես ինչ է դիվի։ Տեր Աստված, այս եկեղեցին շատ է մեծանալու, շատ է օծվելու, շատ է յուղ թափվելու, շատ է փառքը գալու, շատ է ներկայությունդ գալու եւ այս եկեղեցին չի վերանալու ժողովրդի միջից։ Որովհետեւ այս եկեղեցու մեջ դուք տարիներով համոզվել եք, չէ՞, այս եկեղեցու մեջ հիշում եք քանի անգամ եմ ասել եմ այս եկեղեցին մեղքի ու մոլորվածության, շեղվածության, սուտ վարդապետության նկատմամբ հակաթույն ունի։ Ով այժմ այդ խոսքերը որ ասել։ Անտիվիրուս ունի։ Քանի անգամ եմ ասել, չի բռնում։ Ոնց է մի բան չի բռնում, ոնց Հակոբին կախարդություն չի բռնում։ Ամեն։ Ոնց Հակոբին դյութություն չի բռնում, որ ուզում են դյութել իրար, ուզում են հմայեն, ուզում են քաշել իրար, ոնց չի բռնում։ Այդպես ես եկեղեցում չի բռնում մոլորվածությունը, որտեղ դուք հակաթույն ունեք, դուք անտիվիրուս ունեք մեղքի և մյուս բաների նկատմամբ, դրա համար համարձակ ասում եմ, այս եկեղեցի խառնուրդ ընդունող եկեղեցի չի, դու անհատապես կարող եք համար ընդունել ես, կամ ընդունես անհատապես, բայց հասնելիա պահը քմփոցը հնի, հասկացա ինչ եմ ասում, հասնելիա պահը Աստված գմփ բացահայտի ու դուրս հանի, թե ներսից, թե եկեղեցու միջից, թե ծառայությունից, թե ամեն տեղից, դուրս հանի ասի, ես չեմ թողի, որ դու իմ ժողովրդին բղծես, ես չեմ թողի, որ դու խառնուրդ տաս իմ ժողովրդին, քեզ դուրս կհանեմ, ավելի լավ է հիմա ապաշխարենք ես ու դու, ավելի լավ է հիմա գիտակցենք, որ մենք խառնուրդ ունենք լիքը, գոնե ներկայանալի լինելու համար, բա ոնց քեզի խափեմ, որ ես ուժեղ եմ։ Բա քեզ ոնց խափեմ, որ ես օծված եմ։ Բա քեզ ոնց խափեմ, որ ես Աստծո հետ շատ մտերիմ եմ։ Ոնց է։ Պետք է մի ձև ներկայանամ, որ քեզ խափեմ։ Խառնուրդ է։ Դուրս կմնաս։ Ես էլ քեզ այսօր դրանից հրաժարվել եմ կոչանում և քեզ հրավիրում եմ ներս։ Ամեն։ Հասկանում ենք իրար, ասա ամեն։ Մյուս բանը, երրորդ բանը, որ Մովսեսին Աստված ասես, ինչպես պիտի պատրաստես, այլ համար չեմ ասելու, Նարին ջան, հանգիստ նստի։ Դուք հավատում եք որ կա։ Մյուս բանը, որ Աստված Մովսեսին ասեց, ինչ պիտի անես, խունկի պատրաստելն է, որը մեր համար աղոթքի խորհուրդն է։ Ուրեմն, առաջինը տաճարն է, խորանը, որը մենք ենք, որ Աստված ասում է ճիշտ օրինակի պես տյանես, երկրորդը յուղի պատրաստումն է, որ Աստված օծության, որ Աստված ասում է ճիշտ պես տյանես, եւ երրորդը խունկն է, աղոթքը, որ Աստված ասում է ճիշտ այս բաղադրակոմսով պիտի սարքես։ Հիմա մարդիկ հարց են տալիս ինձ։ Լիքը ձեզ են հարցրել։ Բա հիմա դուք խունկ ծխում եք թե չէ։ Բայց հիմա խունկ ծխեմ թե չէ։ Ես ստեղից հավոչը չեմ ասել, ուրիշ բան եմ բացել։ Ասում եմ անգամ, այն խունկը, որ դու առնում ես Շիրազդուի խանութից, այն հին ժամանակներ Օսանտոտայից տնից յուղի մեջի, որ խանութներում չկար խունկ։ Շիրազդեցիք իմացան ինչ եմ ասում։ Անգամ, եթե
խունկը համարենք, որ ճիշտ է հիմա մեղրերի վրացը, եթե անգամ էլի, չէ, բայց չէ, վերջ ասի, չէ։ Եթե անգամ էդի համարենք, որ ճիշտ է ծխելը, անգամ էդ խունկը, թե տաճարի միջի, թե մեղրերի վրի խունկը, Եհովայի տված բաղադրությանը չի համապատասխանում։ Եթե անգամ խունկով շարժվենք, ուղղակի ֆիզիկական, մատերիալ խունկով շարժվենք, մեկը դա էլի խախտում է, որովհետև ինչ որ մեկը իրա պատվանում, խունկից հետ ադրը։ Եվ Աստվածը շրջիցել ընդհանրապես տեղյակ չի։ Սարքում, առակում է խանութների, ես դու առնում եք, դուք հասկանում եք, Աստված բաղադրատոմս է տվել։ Ինչ այդի։ Մեկ աղոտ չի բաղադրատոմս ունենք։ Խունկը սուրբերի աղոտքն է։ Ամեն։ Մեկ Աստված աղոթելու ձև է տվել։ Որն է ձևը։ Ոչ մեկին Երևանում ցանկություն չունենես։ Ամեն։ Սրտանց պիտի աղոթես։ Հավատքով պիտի աղոթես։ Աղոթելուց շարժարիթներդ մաքուր պիտի լինի, մաքուր, մոտիվացիատ մաքուր պիտի լինի, սա բաղադրատոմս ասպա, թեկուզ մեղքերդ ես խոստովանում իրան, բայց երբ որ դու դա անկեղծ ես ասում, Աստված հոտոտում է, ասում է, ես իմ Արսենը, իմ զավակը, ես ինչ անկեղծ, չի թեկուզ վատ բաներ ասում, խոստովանում, բայց Իշքան ընդունելի է, որտև անկեղծ աղոթում, ասում է, ես այս մեղքն ունեմ, այս ինչ մեկի դեմ վատ բան արիմ, այն ինչ մեկի դեմ վատ բան արիմ, երեք յուղին խառնուրդ էի տվել, ուզեցա ընես տեղեի, ուզեցա մեր երկու միտքել ես ասեմ, որ սա ասեն, խառնուրդ եմ տվել, ներիրից դեր, աղոթքի խառնուրդ չտաս, ամեն, բաղադրատոմս, Գիտեք, միշտ ապիր աղոթելուց, գալիս ես Աստծո առաջ միշտ ապիր, ինչ որ ուզում ես աղոթ խնդրողներ, աղոթողներին միշտ ապեցվեք, սիրելիներ խնդրում, դուք որ մարդ խնդրում եք ձեր համար աղոթել, սենց պահիտակ մի ասեք, մի հատ էլ սրա համար, մի հատ էլ նրա համար, մի հատ էլ վրազ չիմանա ինչ անի ասի տերը որդին գնացեք, միշտ ապեցրեք մարդկանց ձեր համար աղոթելու, թողեք դա իրա սրտի միջից, իրա հոգուց, իրա հասկացողությունից գա, թողեք այդ երկնածինից, օրիգինալից գա, որպեսի հարց լուծի։ Մեր անգիր արած աղոթքները, մեր անգիր արած բառերը, մեր չհասկանալով Տեր օրհնիները, ես ասում եմ, այնքան է շատացել Տեր օրհնին մեր բոլոր շնորհակալությունները, մեր բոլոր մերսիները, մեր բոլոր ապրես, մեր ամեն ինչ հետա Տեր օրհնի, այնօր միտեղ խոսում ենք, ասում եմ, մենք իշքան ենք ավելի շատ վատին հավատում, չէ? Մի զարմացեք, եսա կապացուցակում։ Ուզում ես ստից 50 անգամ քեզ ասեմ Տերը քեզ օրհնի, քո մոտ ոչ մի բան չի շարժվի հավատքի առումով, որ դու էդի վերցնես, ասես Արսեն եղբայր, ասում է Տերը օրհնի, եկեք վերցեք ես։ Բայց մի հատ ասեմ Տերը քեզ չօրհնի, կարող է երկու ամիս քեզ դեպրեսիայի շկարեն անգամ։ Քեզ հավատում։ Ինչ ենք մենք վատը այդքան շուտ հավատում ու վերցնում։ Որտեղ վախենում ենք, այո, գայակույր։ Վախենում ենք, ես այսինք կպնի ինձի, ես ինձի բան ասես Տերը չորտնի, օրինակ եմ ասում, ես ինձի բացասական խոսալ, ես ատեսի մետ, չէ, դրա փոխարեն, քո ընկերը, քույրը, եղբայրը, ծառայողը, հոմիվը, կնիկը, մարդը, օրը 50 անգամ քեզ ասում Աստված օրհնի սկի, մի հատ չի շարժվում դեպքիդ վրայից, որտեղ քո համար Տերը օրհնի, իմ համար, դառնելա սովորական խոսք։ Բայց երբ որ մեկ ասի, չէ, կարող է քո մոտ էդի չստացվի, վրաս կասենք ինչ ես դավանում, բայց որ օրը 50 անգամ ասում են Տեր օրհնի, չես ասում, Արսեն եղբայր, ես ինչ լավ բան դավանացի վրա։ Դուք հասկանում եք։ Սա հեղափոխություն է, հեղափոխություն։ Մի հատ ասա մտքի, մտածելակի հեղափոխություն։ Ես չեմ վախենում վատից, երբ որ ինձ ասում են չօրհնի քեզ, բայց օրը 100 անգամ քարոզիչները, բեմի մարդիկ, տասնապետերը ճեղվում են մեջտեղից, որ Աստված քեզ օրհնի, մեկ ակո վեճին չի, դու քո չորհնի մեջ տառապում ես։ Լուրջ բան եմ ասում։ Ուրեմն երրորդ բանը աղոթքն էր, խունկը, որ պետք է լիներ ճիշտ,
Աստծո տված բաղադրատոմսով, ճիշտ Աստծո տված օրինակի պես, ուրիշ բան չխառնես նրան։ Ես երկրայագետ չեմ, բայց տարիներ առաջ լսել եմ այդ ընդեղի ապրողներից, ոգևոր բացատրում էին, որ ասում էին, այդ Աստծո պատվիրած խունկի բաղադրության մեջ մի հատ ծաղիկ կա, ծաղիկ, որ մտնում է դրա մեջ, այդ ասում է, այդ մենակ ձիթենյաց լեռան վրա է անում, ուրիշ ոչ մի տեղ աշխարհում չի բուսնում դրանից, որը Երուսաղեմում է, ծանոթ է, չէ՞ ձիթենյաց լեռը։ Ես լսել եմ եբրայեցիներից, եբրայագետներից, մեզանից 1000 անգամ մեծ ու հասկացող աստվածաբաններից ու մատենագետ, իրանք են բացատրել, ես իմը չի։ Ինչ իմը չի, դուք գիտեք իմ խասյաթը։ Ես էթիկան պահող մարդ եմ քրիստոնեական, որ միտքը գաղափարը իմը չի, ես ասում եմ իմը չի։ Ես ուրիշի քարոզ չեմ քարոզում։ Ես ինտերնետից քարոզ չեմ քարոզում, արհեստական բանականության չգիտեր ինչ է էդի։ Ես ոչ մեկից ոչինչ չեմ հարցնում, հարցնում եմ Տիրոջից։ Ամեն։ Դրա համար ասում եմ, իրանք էին ասում, ես չեմ եղել Երուսաղեմում, բայց կարող է կռիվներ դադարի մի հատ այդքան ֆռամ գամ։ Ով ուզում է արից միանա սիրով։ Ձեր հաշվի, ձեր հաշվի։ Ամեն։ Ուրեմն, առաջի տարի ինչն էր, տաճարը խորանը, որը մենք ենք, ամեն, որ խառնուրդ չպիտի լինի, ճիշտ Աստծո տված օրինակի պես, երկրորդ բանը յուղն էր, ճիշտ Աստծո տված բաղադրությամբ պետք է սարքվի այդ յուղը, ով որ սխալը օգտագործում վայրան, եւ երրորդը խունկն է, աղոթքը, որ էլ իր բաղադրատոմս ունի, ով որ սխալը գործածում, օգտագործում, կեղծ է այդ ամեն ինչը, կեղծ է աղոթում, ամեն ինչը ստից է, էլի վայրան։ Եվ չորրորդ բանը, որ շատ կարճ, 3 րոպե։ Չորրորդ բանը, որ ուզում եմ ասել, Աստված ասում է դրան, ոչ մի խառնուրդ չանես, չկպրես դրան, ոնց կա այդպես կսարքես, դա զոհին ուխտի զոհասեղանն է, նոր ուխտի խաչը։ Հին կտակարանի բոլոր զոհասեղանները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի խաչը, որ ինքը պիտի խաչվեր։ Ամեն։ Օրինակ, Աստված պատվիրել էր զոհասեղան սարքել ու ասել էր, դրա կողքերը ծառեր չտնկեք, խլենդերիստները գիտեն են անստացան։ Դրա կողքը ծառեր չտնկեք, դրա չբռնեք այդ քարը, այդ արյունու տեսարանը, սիրունացնեք, մի քիչ մեղմացնեք, որ մարդկանց ավելի գրավիչ լինի, որ մարդիկ ուզենան գանտե, որտեղ զոհասեղանի տեսարանը արյունով ներծծված, վրեն զոհ անասուն դրած շատ այդքան հաճելի չէր մարդու աչքի, ինքը վանող տեսարան էր, գիտեք խի, որտեղ Քրիստոս ինչքան մոտենում էր խաչին զոհասեղանին, այդքան հետևորդները պակասում են, որտեղ խաչը վանող է Ադամի համար, իսկ խաչը գրավիչ է Աստծո սիրողի համար, խաչը գրավիչ է վերստին ծնվածի համար, խաչը դառնում է գրավիչ, երբ որ դու սիրում ես այդ խաչյալին իր վրայի եւ էլ քեզ հետաքրքիր չի իր կողերը քլենդերի լեզվով ասեմ, դեկորացիա ծառերի կա թե չկա, սիրունացված տեսարաններ կա թե չկա, որ քեզ գրավեն, այսօր անկեղծ եմ ասում, շատերս կարող ենք լիքը բաներ անել, որ մարդուն գրեն, օրինակ ես դեմ եմ, որ դու այդում ես մարդուն խոսած Քրիստոսի մասին առաջին անգամ ուզում ես իրան ավետարանես ու իրան ասում ես արի եկեղեցի Աստված կբժշկի քեզ, խաբում ես դու իրան։ Սկի դու բժշկված ես։ Սկի դու բժշկված ես։ Դու էլ ցավեր ունես, այդ մարդուն ասես, չէ, այդ չի դու մարդուն ասես, բավոր եկավ չբժշկված, բավոր չէ։ 100 եկել չէ բժշկված։ Հիմա ասել նստած լիքը մարդիկ կա ցավեր ունեն։ Չեն բժշկվել, ինչ ես մարդուն, թող Հիսուսն իրան գեր։ Խնդրում եմ քեզ խաչի զոհասեղանի, այդ դառը իրականությանը, բայց որով մարդկությունն է փրկվում։ Ոչ մի բան չխառնես, ոչ մի խառնուրդ չտաս իրան, ասես, կանի մի քիչ մեղմ խոսամ, կանի մի քիչ մեղմացնեմ, բալչի ապաշխարի։ Հասկանում եք ինչ եմ ասում սիրելի։ Այս 4 բանին Աստված ասել է, էլի բաներ կա, գինիները ասել, բայց ես այդ մասին չեմ խոսում։ Ուրիշ բաներ կա, բայց ես չեմ խոսում այդ մասին։ Այս 4 բանն է իմ սրտին եկել խոսալու, որ եկեղեցի խնդրում եմ քեզ, աղաչում եմ քեզ, անհատ խնդրում եմ քեզ,
ապահովում եմ քեզ սրանց խառնուրդ մի դուր ապաշխարենք տված խառնուրդներից մինչև հիմա մի կողմ նետենք խառնուրդները մի կողմ նետենք մեր մասին մեծ կարծիք ունենալը մի կողմ նետենք մեզ մարդկանցից բարձր տենալը շպրտենք միտոտ ուղղակի այդ խառնուրդները սրանք որ խառնվում ամեն ինչի գիտեք մի հատ տանգի ոտքի մի հատ թազա ձև կա Տեր ասում է փոխարեն Կարծում եմ Տերը ես ասում Կարծում եմ Տերը ես ասում Կարծում եմ Տերը ես ասում Կարծում եմ հոգին հիմա ասում է ես ես անել Քո կարծիքը Դու չի կարա Ինչ կարծելու մասին ես խոսում Բա որ հավատամ քո պարսկային ասած կարծանքին Բա որ հավատամ քո կարծանքին Վերցնեմ հետի եթան ընգնեմ ձորը հետո Կարծում եմ Տերը հիմա ասում է եկեք ես ես անեք կարծում Ես սրա դիտես քեզ եմ ասում Ուզում եմ ինձ ու քեզ ու եկեղեցի Պահեմ այն սխալ դաղափարներից որտեղ այսօր սրա դառնա այստեղ Դու ամեն րոպե կարաս հազարատ մոլորություն լսես Դու ամեն րոպե կարաս հազարատ օրհնություն լսես Ուզում եմ քեզ ապահովագրեմ Եկեղեցին ապահովագրեմ գիտությամբ, իմացությամբ, սթափեցնեմ, դարձնեմ ինձ ու քեզ զգոն, որ նման, գիտեք, վախենում են ասել Տերն ասում, որտեղ ինքն էլ է հասկացում, չգիտի Տերն է, թե չէ։ Ասում է կարծում եմ Տերը սենց ասում։ Մի հատ ինձ ցույց տվեք, որ ասում է կարծում եմ Տերը սենց ասում։ Ես էլ ասեմ կներեք կարծողներ։ Ձեր կարծանքը ընդունվում։ Միտեղ կարող եք գտնել, որ Պողոսն ասում է, եթե չգիտեին հուշում եմ քեզ։ Ինձ դեմ տալու համար եմ ասում հիմա։ Որ ասում է կարծեմ ես էլ ունեմ Աստծո հոգին, բայց դեռ ուրիշ բան ասում։ Ասում է ես խրատ եմ տալի, ես եմ ասում, սենց արեք, սենց արեք, սենց արեք, ասում է ես էլ ունեմ այդ հոգուց։ Եվ ճիշտ բան եմ ասում։ Ես էլ ունեմ այդ հոգին։ Մի քիչ էլ աստվածաբանական տեսանկյունից հեգնանքի բան կա մեջ, որտեղ աստվածաբանության մեջ հեգնանքի խոսք կա։ Որ դու իրան լեզվով ես իրան կերում, էլի։ Ամեն։ Ուզում եմ քեզ ապահովեմ, ինձ ապահովեմ, եկեղեցին, եկեք աղոթենք սիրելիներ։ Եկեք ով է հիշում, կրկնում եմ ու աղոթենք ու ավարտենք շոկա։ Տաճարը, յուղը, խունգը և խաչը։ Ով է ինձ հասկացել։ Խաչը, Զոհասևանը, ոչ մի խառնուրդ, քո ծառայությանը, քո աղոթքին, քո ոցությանը, քո յուղին, քո մի փորձիր դառնալ ներկայանալի, քեզ ներկայանալի դարձնող Սուրբ Հոգին է։ Ու ինքը գիտի ոնց քեզ ներկայանալի դարձնող։ Մի ուզի մարդկանց մոտ կարծիք սարքես։ Սուրբ Հոգին է ծարգով։ Եթե քեզ վառել է, անպայման կդնի աշտարակի վրա։ Ամեն։ Բոլորը կտեսնեն, գալիք չկա, ասես նայեք ինձի։ Հələ նայեք տեսեք ինչ եմ անում։ Հələ նայեք տեսեք ոնց եմ հարուզում։ Հələ նայեք տեսեք ինչ ուժեղ մտքեր եմ ասում, հələ նայեք տեսեք ոնց եմ աղոթում, հələ նայեք տեսեք ինչ եմ անում։ Խառնուրդ է։